Դեպի Կաթիքարեր տանող ճանապարհին բազմաթիվ նման սուվինիրային խանութներ կան, բոլորը հրավիրում էին գնումների, իսկ այս խանութի տերը սիրով հրավիրեց ինձ իրենց խանութի դիտակետ վայելելու Բեթլեհեմի տեսարանը։ Այստեղ ինքը բանալին է փնտրում, որ դուռը բացի, բայց ոնց հասկացա չգտավ, սակայն էդ էլ արգելք չհանդիսացավ նրա համար, ինքը ուղղակի թռավ դռան վրայով, որպեսզի բացի դուռը ու հնարավորություն տա ինձ հիանալու Բեթլեհեմի տեսարանով վերևից։ Տեսեք իմ համար ինչ զոհաբերությունների է գնում։ Դուռը բացում է, որ ես գնամ բարձրանամ նայեմ Բեթլեհեմի պանորաման վերևից։ Օպա։ Ասում է այստեղից շատ հետաքրքիր տեսարան է բացվում դեպի Բեթլեհեմ։ Olive tree, հա, զեյթունի, օհո, 1500 տարեկան զեյթունի ծառը։ Էս է, հա, this is, yes, olive tree, real tree, օհո, շատ գեղեցիկ արձանիկներով, ծառերով զարդարված է, փաստորեն այստեղից չի տեսարանը բացվում, տեսարանը վերև պետք է բարձրանանք։ Շատ դժվար է, բայց հանուն ձեզ, իմ սիրելի հետևորդներ, բարձրանում եմ ցույց տամ Բեթլեհեմը վերևից։ Սա է Բեթլեհեմը։ Սա Կաթի եկեղեցին է։ Our church. Yes. You can see Herodion mountain. Which mountain? Herodion. You can see Dead Sea. And desert. Like this. Смотрите, вեցина. Ծննդյան տաճարը վերևից։ Այս էլ կաթոլիկ ինչ-որ եկեղեցի է, կաթոլիկ եկեղեցի է։ Այս վահանակի վրա նշված է, թե ինչ է երևում այստեղից։ Մեռյալ ծովը, հովիվների դաշտը, Հերոդիոն պալատը ու նույնիսկ Հորդանանի անապատը։ Այս կողմն է հեռվում Երուսաղեմն է։ Ինքը Բեթլեհեմի արաբա, շատ լավն է։ Hello, thank you։ Herodion mountain like this. Palace. Herodion Palace is there. Yeah. Այստեղ պատկերված է, ինչ ենք կարում տեսնել։ Dead Sea like this. Մեռյալ ծովն էլ այն կողմ։ Վերջացրեցի իմ փոքրիկ տուրը այս խանութի դիտակետում, շնորհիվ այս ուրախ ու հյուրընկալ պաղեստինցու։ Վերևից Բեթլեհեմի պանորամայով ու վերջացրեցի հիմա դուրս եմ գալիս։ Այս է իրանց խանութն է։ Thank you։ Գիտի որ շատ շոկ է ու բոլորը այս շոկ եղանակին ջրի կարիք ունեն։ Ձերքը աշխատանքների խանութը լրիվ փայտերից է սարքած։ Օլայվ։ Զեյթունի ծառի փայտերից է սարքած, տեսնեք ինչ գեղեցիկ է։
Շատ գեղեցիկ ձեռքի աշխատանքները։ Je me demande pourquoi la petite Bethléem, je me demande pourquoi la petite Շնորհակալություն նման բարի ու անմիջական մարդկանց, ովքեր Բեթլեհեմը են ավելի ջերմ ու հիշվող։ Իշնամ խմբին միանամ ու միասին գանք դեպի եկեղեցի։ Էս էլ իմ ընկերն է, ամեն անգամ ստեղով գնալուց ինքը No, thank you. Էս իմ ընկերն է, ամեն անգամ ստեղից անցնելուց ինքը հետս խոսում է։ Շատ նենց ջիգյարով։ Ոնց որ 100 տարվա ծանոթս լինի։ Այս վլոգս կարճ ստացվեց, ուղղակի ուզում էի ցույց տալ իրական պաղեստինցիներին, ինչքան պարզ ու սրտանց մարդիկ են։ Իսկ ձեզանից սիրելի հետևորդներ, like, comment, subscribe, շուտով նոր վլոգ, նոր մթնոլորտ։ Bye bye։